չգիտես ինչու մեզ անդադ հիմա էլ Վրաստանը, ես չեմ խոշորում դա ասել, հիմա էլ Վրաստանը շարունակում է բավականին կոպիտ ձևով խախտել մեր իրավունքները բեռնափոխադրումների արդյունքով, չէ՞, մենք տեսնում ենք պարբերաբար մեկ կոնյակի, մեկ հեղուկ գազի, հետո շինանյութերի ներկրոնն են վերջերս բողոքում, որ տասնյակ օրերով կանգնած են առանց պատճառաբանության եւ այլն եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ կա որոշակի մեր մոտ հոգեբանական կախվածություն։ Մեզ թվում է, եթե որ Վրաստանին մի փոքր մենք կշտամբենք, կարող է մենք հանկարծ կորցնենք Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների հնարավորությունները, քանի որ մեր բեռների մեծ մասը բերվում է Վրաստանի տարածքով։ Այսինքն մենք հոգեբանորեն այսպես վախեցած կեցվածք ունենք եւ չենք պայքարում մեր այդ իրավունքների համար եւ հաճախ դա թողնում ենք բիզնեսի վրա, բիզնեսը ինքնուրույն լուծի, կաշառք տալով կլուծի, թե ուղղակի ուշացումներով կլուծի, ինչ կորուստներ կունենա մեքենաների պարապորտից, հումքը փչանա, նյութը փչանա, ճանապարհներին կանգնելուց եւ այլն եւ այլն։